Նոր առաքելություն է Եվրամիությունը ուղարկում Հայաստան, այս անգամ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Բրյուսելը վստահ է, Հայաստանին ճնշում են։ Թե Հայաստանը, թե Մոլդովան արտաքին ճնշումների են ենթարկվում։ Երկուշաբթի Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի նախարարներն են համաձայնություն տվել, որ առաքելությունը սկսի աշխատանքը Հայաստանում, բարելավելու երկրի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ։ Նախարարներն այսօր համաձայնություն տվեցին Եվրամիության նոր առաքելությանը, որ նա սկսի իր աշխատանքները տեղում։ Եվրամիության փորձագետները կօգնեն Հայաստանի իշխանություններին կիբերսպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարի եւ ֆինանսական անօրինական հոսքերի դեմ պայքարի գործում։ Քաղաքացիական առաքելության ղեկավարը Կոսմին Գեորգե Դինեսկուն է, որը Մոլդովայում Եվրամիության գործընկերային առաքելության առաջին ղեկավարն է եղել։ Հայաստանի ու Մոլդովայի միջև հավասարության նշան դնելը անընդունելի է համարում քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը, հիշեցնելով այդ երկրի ղեկավարի սկանդալային հայտարարությունը։ Մոլդովայում իշխանության է Մայա Սանդուն, ով ասել է, որ եթե Մոլդովայում լինի հանրաքվե Ռումինիային միանալու հարցով ինքը կողմ է քվեարկելու։ Այսինքն Մոլդովայում իշխանության է մի մարդ, որը կարծում է, որ ճիշտ է, որ իր երկրի պետականությունը ձուլվի այլ երկրի պետականության մեջ։ Եվրապաշտոնյաները Հայաստան ու Մոլդովան համեմատում էին նաև Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ, պնդելով, թե Ռուսաստանից սպասվող հիբրիդային սպառնալիքները պետք է կանխել։ Ինչպես էին դա անում եվրոպացիները Մոլդովայում։ Փորձել են աջակցել այն գաղափարի ձևավորմանը, որ Ռուսաստանը սպառնալիք է, Ռուսաստանը թշնամի է։ Հետևաբար Հայաստանն ու Մոլդովան նույն հարթության վրա դնող Բրյուսելը մեր երկիր առաքելություն է ուղարկում նույն նպատակով։ Հայ ժողովուրդը չակերտավոր ուրախություն դեռ պետք է ապրի այն մտքից, որ անկլավները պետք է հանձնվեն Ադրբեջանին, որ 300,000 ադրբեջանցի պետք է տեղափոխվի Հայաստանի Հանրապետություն, հայ ժողովուրդը պետք է ուրախանա սրանից։ Այս հարցում պետք է Նիկոլ Փաշինյանին օգնեն հայ ժողովրդի ուրախությունը ապահովել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության Հայաստանում Եվրամիության գործընկերային առաքելությունը ազգային հաստատություններին կտրամադրի ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձագիտական աջակցություն եւ խոժանդակի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։ Ինչ է նշանակում այս հայտարարությունն իրականում։ Քաղաքագետի խոսքով եվրոպացի փորձագետները մոնիթորինգ են անելու հայկական մեդիա դաշտի բովանդակությունը, ստուգելու են լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրները, սահմանափակելու են այս կամ այն տեղեկության տարածումը, դիմելով Facebook-ին, X-ին։ Բոլոր են մարդիկ, ովքեր այս ամեն ինչի մասին խոսում են, իրենք պետքա տեղեկատվական բլոկադայի ենթարկվեն։ Բոլոր են լրատվամիջոցները, որոնք այս ամեն ինչը լուսաբանում են, իրենք պետքա տեղեկատվական բլոկադայի ենթարկվեն։ Դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ հայտնի էր դարձել, որ Հայաստանի արտգործնախարարն է դիմել Եվրամիությանը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար օգնության խնդրանքով։ Մաթևոսյանը նկատում է, որ Բրյուսելն էլ իր հերթին շահագրգռված է Հայաստանում ներկայացվածությամբ։ Եվրամիության մեր հարգարժան գործընկերները դեռ թանակը չչորացած կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրենք շնորհավորեցին Նիկոլ Փաշինյանին։ Այդ շնորհավորանքը գին ունի, չէ՞։ Եվ այդ գինը պետք է լինի այն, ինչ ես ասացի, ադրբեջանցիներից միջև թանկ ռուսական գազը միջնորդի միջոցով գնել, բայց ներկայացնել դա որպես, չգիտեմ, ինքնիշխանության ամենավերին դրսևորում, այս ամեն ինչը մենք պետք է անենք։ Լիլիթ Սարգսյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։